Էրլինգ Հոլանդի և Պեպ Գուարդիոլայի ռոմանտիկ մտերմությունը ավելի է խորանում։ Գուցե Արսենալին հենց ռոմանտիկան չի հերիքում, որ տիտղոս նվաճեն։ Միլանում պայքարը շարունակվում է, իսկ Ինտերից Հենոյին նամյոկներ են անում, ինչ են ուզում ասել։ Նա պատահաբար հարվածեց Ռոնալդուին ու հավանաբար հեռացվեց Ռեալից։ Ով էր նա։ Վալվերդեն հեռացվեց դաշտից։ Արդյոք հաշվեհարդար էր դա։ Բաժանորդագրվեք, թե չէ հաշվեհարդար ենք տեսնելու։ Կայացավ հերթական մադրիդյան դերբին, որը հոբելյանական 50-րդն էր Դիեգո Սիմեոնեի համար։ Ու այո, Գրիզմանն ու ընկերները նրան սորոչկա նվիրեցին։ Այս խաղում եղավ ամեն ինչ։ Սա իսկական բոնուս էր ֆուտբոլասեր հասարակության համար։ Խոստովանիր։ Եղավ տերընձուղտ։ Ես խոստովանում եմ, որ ապուշ եմ եղել Ալվարո Արբելոային համարելով դրածո կամակատար առանց փոփոլիկների մարզիչ։ Նա իսկապես կրուտո է։ Իսկ մադրիդյան դերբից մենք անպայման կխոսենք ամենավերջում, իսկ հիմա ոչ պակաս իրադարձային Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի մասին։ Գլոբ, մի հատ են տխուր երաժշտությունից միացրու։ Այս չէ, այն որ լացացնում է։ Լոնդոնի Արսենալը։ Բայց լեզուս էլ չի պտտվում, որ ասեմ։ Զինագործները, հավերժ երկրորդները, չեմ կարող, տիտղոսի կակա ասողներ։ Արա դες ասվածիր, Արսենալը էլի երկրորդն է։ Բայց դու ինչ անհոգի ընձուղտ ես։ Աչքիս դեմը տատուս վիզը փրթեց կոկորդիլոսը, իսկ նա ընդամենը ջուր էր խմում։ Լավ, վերջ լացուկոցին թարգում ենք, մենք ուրախ ու ռոմանտիկ ենք ինչպես միշտ։ Հələ այս աղունիկներին նայ, ոնց որ իրանք չէին մի քանի օր առաջ հալածվում Ռեալի կողմից։ Ավելի դաժան պահել կա։ Շերկին 21 էր խաղում։ Ногах и Бэнкс не стал свистеть. Արա հա, իսկականից էսի լրիվ ձեռառնոցի է։ Սրա համար մինիմում պետքա պիտանջվի էլի։ Արի նայենք։ Думаю, Шерки персонально могут наказать. Պեպը ասում էր պետք չի։ Նայած այս դրվագի Սիթին իրոք անսպասելի լավ խաղաց։ Նես տպավորություն էր, ոնց որ այս խաղով ֆաներին ասում էին. «Всё, էս էր մերը այս սեզոնում, ավել բան չսպասեք»։ Խաղի իսկական հակահերոսին մենք անպայման կանդրադառնանք, իսկ հիմա Նիկո Օ'Րայլիի մասին, որը 2 անգամ խոցեց Արսենալին ու նրանց մուրազը թողեց փոր։ Չիլնում էլ է, չիլնում։ Ոնց որ հեռու բարեկամի թաղում եկած լինեն, իշավոտնուկն է պակասում։ Իսկ այդ ընթացքում կողքի կուպեում հարսանիք էր։ Առաջի գիշերն էլ տեսակ ովքեր պետք է ապահովեն։ Լսի, բայց ինչ այլանդակն ես։ Արա դե ինչ անեմ։ Իրանց սերը շատ խոր արմատներ ունի։ Մենք իրանց դեմ բան չունենք։ Ուղղակի փաստ ենք արձանագրում։ Անցնում ենք առաջ ու արձանագրում, որ Ռոնալդուն 1000-րդ գոլի ճանապարհին քաշել է աջ ու լրվել։ Վնասվածք ունի տղեն, ասում են ապրիլին նոր կվերադառնա։ Դեռ հայտնի չի, թե ով է նրան իրականում վնասել, բայց նրա վերականգնումը շատ արագ է ընթանում ըստ իր ինստագրամյան էջի։ Բայց այ 2017-ին նրան պատահական հարվածելու համար ֆուտբոլիստին կհեռացնեին։ Ոչ, դա հնարավոր չի։ Ամեն դեպքում տենց խոսակցություններ կային 2017-ին, երբ Ռոնալդուն Ռեալում ժարիտ էր անում, իսկ ակումբի ակադեմիայից եկած Մանու Հեռնանդեսը պատահական մարզման ընթացքում հարվածեց Ռոնալդուի ոտքին։ Ես պատահական հարվածեցի Ռոնալդուին, ես իրոք չէի ուզում։ Նա ինձնից շուտ հասավ գնդակին ու ես հարվածեցի նրա ախիլներին։ Ու ինչ վրընդել են թիմից։ Չէ, ուղղակի ասել են զամենես լինելու ամբողջ կյանքում։ Իրականում Մանուն ասում է, որ դրա համար նրան ոչ մեկ ոչինչ չի ասել, բայց ես կարծում եմ, որ Պերեսը քաշել է մի անկյուն ու 2 թաթալոշ է տվել, թե բա էդ դու միլիոնին ես կպտնում, արա։
Միլիոն չէ, միլիարդ արժեր Բարսելոնայի համար Ռոնալդինյոն, որը մարտի 21-ին դարձավ 46 տարեկան։ Այդ առիթով կատալոնական թիմի ֆուտբոլիստները Ռայո Վալեկանոյի դեմ խաղի համար ժամանեցին Nou Camp հենց Ռոնալդինյոյի շապիկներով։ Ես էլ գիտեի, սաղ իրանց Ռոնալդինյոյի տեղն են դրել։ Ցավոք հիմա ոչ Բարսելոնայում, ոչ էլ ընդհանրապես Ռոնալդինյոյին անգամ մոտ ֆուտբոլիստ չկա։ Մի հատ նայեք փոքրիկ շատ փոքր մանր Յամալչոն ու Բերնալչոն ինչպես են արձագանքում հրաշագործի խաղին։ La elástica. ¿Viste lo que ha hecho? Es muy bueno este chico. Իսկ Բարսային այդ օրը շատ ծանր խաղ էր սպասվում Ռայո Վալեկանոյի դեմ։ Ժոան Գարսիայի համար էր ծանր։ Ագուստո Բատիլյանն էլ հետ չէր մնում Ռայոյից։ Ուղղակի Ռոնալդ Արաուխոին չկարողացան պահել։ Պարզվեց նա շատ թոփ ֆուտբոլիստ է։ Լուրջ թոփ։ Նկատի ունեմ բոյով էլի։ Լավ, եկեք հիմա ծանոթանանք առաջիկա խաղերին, որից հետո կհասկանանք, թե ինչ նամյոկներ է անում Ինտերը Հենրիխ Մխիթարյանին եւ թե ինչու Վալվերդեն կրկին կատաղեց։ Աշխարհի առաջնության որակավորման փլեյօֆում շատ կարևոր երկու խաղերից առաջինը կանցկացնեն Թուրքիա, Ռումինիա, Չեխիա, Իռլանդիա, Դանիա, Հյուսային Մակեդոնիա, Իտալիա, Հյուսային Իռլանդիա, Լեհաստան, Ալբանիա, Սլովակիա, Կոսովո, Ուկրաինա, Շվեդիա, Ուելս, Բոսնիա, Հերցեգովինա զույգերը։ Կլինի առաջին ակայերոսը իմ սցենարով լինի։ Արդեն սցենարել ես գրում, դավայ։ Լուկա Մոդրիչը ափաշկարա բդում էր լրագրողին։ Հոп, արա, սա լրիվ կենթանի է։ Դու չես հասկանում, որ սա աբոյի կողմից սարքած է։ Հետո ոնց կարա Լուկա Մոդրիչը տենց բան անի։ 0 գլոբ, 0։ Դու էլ 6 ամիս ոչ մի սցենար, ոչ մի բան։ Իսկ եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ուզում են իրենց մտքերով կիսվել մեզ հետ սցենարի տեսքով, գրեք մեր Instagram-ին։ Շատ ուրախ կլինենք, համել մեջը փող կլինի։ Ստիպված պետք է նշենք, որ Ինտերը շարունակում է հակահերոսությամբ աչքի ընկնել։ Այս անգամ էլ չկարողացան հաղթել Ֆիորենտինային խաղն ավարտելով 1-1։ Իսկ Միլանը այդ ընթացքում հաղթեց եւ միավորների տարբերությունը հասցրեց 6-ի։ Հազար ասեցինք, թարգեք այդ հայատար գրառումները։ Լավ չեն ազդում, ախպեր։ Այս վերջինով հստակ ասում էին Իսկ Միլանը գնաց մինչև վերջ ու շատ ուժեղ հաղթանակի հասավ Տորինոյի հետ խաղում հաղթելով 3-2 հաշվով։ Իսկ Պավլովիչի գոլը ինչքան նայում ես նայվում է։ Դարպասապահները միշտ առանձնանում են բոլորից ու նրանց ներողություն հավ բռնող լինելը ամենացայտունն է երևում։ Կներեք իհարկե, բայց դարպասապահի կյանքն է այդպիսին։ Սիթիի դեմ խաղում կեպը Հարիսաբալագան խաղաց ավելի վատ, քան կարող էր։ Իսկ Շերկիի փոխանցման ժամանակ գնդակը ճանապարհին դարձավ փոքրիկ հավիկ ու փախավ նրա ձեռքերից։ Էդուարդ Սպերցյանը շարունակում է հղիացնել ռուսական ֆուտբոլը։ Մի հատ նայեք հնարամտության աստիճանը էլի։ Գուցե ասեք ինչա որ սովորական գնդակը գլորեց, բայց ես կարծում եմ, որ սա շատ ավելին է, քան պարզապես փոխանցում։ Այսպիսի փոխանցում անելու համար մինիմում մի 3 բան միաժամանակ պետք է աղաշ։ Ստացվում է Էդոն մաթեմատիկոս է էլի։ 100%, բայց տոշտի նման դրվագ Ինտեր Մայամի դարպասին եղավ։ Հələ տենամ։ There's Leo as well into Espinosa. And look at that. Մեսին սեփական տուգանային հրապարակում պատկատա անում։ Շատ կրակոտ ստացվեց ֆրանսիական լիգա 1-ի Մարսել Լիլ խաղը։ Չնայած Ռուսաստանի առաջին ալիքի կրկնօրինակ առաջնությանը շատ չենք անդրադառնում, բայց սա բացառություն կլինի ու կխնդրեմ գրեք մեկնաբանություններում, եթե կուզեք այդ բացառությունները ավելի հաճախ լինեն։ Իսկ սկզբունքային խաղում Լիլը կարողացավ կամային հաղթանակ տանել, իսկ գիտեք ով խփեց հաղթական գոլը։ Այո, Օլիվիեր Ժիրուն, ու մարդիկ կային, որ նրան արդեն մացած էին համարում։ Ֆուտբոլային առումով իհարկե, կյանքա Ժիրուն։
Կյանքա նաև Մեյսոն Գրինվուդը, ով Մարսելի առաջատարներից է ու այս խաղում անզորությունից, երբ նրա հանդեպ խախտեցին կանոնները, կպավ մրցակցին ու թեթև կիլդին բռնկվեց։ Կանադական The Weeknd խմբի պատճառով անգլիական Community Shield, նույնիսկ Անգլիայի սուպերգավաթը, չի անցկացվի Անգլիայի ազգային ստադիոնում, քանի որ այդ օրերին այնտեղ խումբը համերգ ունենալու։ Ես շատ եմ սիրում այդ խումբը։ Հələ մի բան երգի իրանցից։ I can feel my face but now with you, but I love it։ Վայ, սատկես դու։ Ռեալը պատերժքի կարիք ուներ։ Ռեալը ստացավ այդ պատերժքեն։ Նախագահը ծանր տեղը թեթևացրեց ու իջավ։ Ինչպես արդեն խոստովանեցի, մենք Arbeloa-ի հարցում սխալվեցինք, ինչ արդյունքով էլ ուզում է մրցաշրջանը ավարտվի Ռեալի համար։ Ու դա այն, որ նա փոմփոլիկներ իսկապես ունի, ապացուցվեց նաև ոխերի մրցակցի Ատլետիկոյի դեմ խաղում։ Չնայած էլի սխալներ եղան, օրինակ ատլետների առաջին գոլի ժամանակ պաշտպանությունը պերաշկի էր ուտում, երևի, չգիտեմ, բայց Լուկմանի գոլը կոմբինացիան շատ տպավորիչ էր։ Բայց արդեն 8-րդ րոպեին խորհրդանշական Վալվերդեն միացրեց հետևի ռակետներն ու սլացավ դեպի մրցակցի դարպասն ու հարվածեց մրցակցի շտանգին։ Այդ օրը մենակ մրցակցի շտանգին չհարվածեց։ Վալվերդեն ուղիղ կարմիր քարտ ստացավ, որին իհարկե կանդրադառնանք մի քիչ ավելի ուշ, բայց քանի հիշել եմ ասեմ, էլի, խնդրում եմ բաժանորդագրվեք, ախպեր, մի բանի տեր էլ մենք դառնանք։ Բայց Վալվերդեն իր գոլը ամեն դեպքում խփեց, քանի դեռ Ալեքս Բայենան դաշտում չէր։ Բայց մինչև դա Վալվերդեի գոլից հետո եղավ մի բան, որը ֆուտբոլը իսկապես գեղեցկացնում է։ Արա Մոլինայի գոլը օրգանիզմը փշաքաղեցրեց։ Ենթադրաբար խաղից հետո Սիմեոնեն մոտեցել է մրցավարին, թե բա այս գոլը պետքա 2 հաշվենք, ոչ ոքի գրանցեք։ Վինիսիուսն էլ այն իր սարկաստիկ ժպիտով մոտեցել, թե բա արա քանի կար փրփուրներից է իր կախվում, հիմա էլ եկել հոնքերիցս ես կախվել։ Հիշեցնեմ, որ սա ընդամենը ենթադրյալ վարկած է ու շատ հնարավոր է ուղղակի գնացել ու ստադիոնի հետևը պարկինգում իրար լավ սատկացրել են, ոնց որ 2023-ին արեց Վալվերդեն Ալեքս Բայենայի հետ։ Ժամանակ Ռեալի եւ Վիլիարեալի միջև խաղից հետո լուրեր տարածվեցին, թե Բայենան խաղի ժամանակ վիրավորել է Ֆեդեի կնոջն ու երեխային, որի համար նրա ավտոկայանատեղիում մի քանի անգամ ուժեղ հարված է զգացել չանին։ Ու ահա այս վերջին մադրիդյան դերբիում հենց Բայենայի հետ պայքարում Վալվերդեն ուղիղ կարմիր քարտ ստացավ, ինչը իհարկե Մադրիդի Ռեալը բողոքարկել է, կապելով այդ իրադարձությունը 2023-ի իրադարձության հետ։ Նույն խախտումը եթե լիներ Կոկեի նկատմամբ հաստատ դեղին քարտ էր լինելու, ասված է Ռեալի հայտարարության մեջ։ Ինչ դուք կիսվում եք ձեր կարծիքով այս ամենի վերաբերյալ, ես ասեմ, որ այս դերբիի գլխավոր հակահերոսը Մուսոն էր, Խուան Մուսոն, որը փոխարինում էր հիմնական դարպասապահ Յան Օբլակին։ Բազմաթիվ սխալներ, անվստահ խաղ, թե ինչպես էր կորցրել Վինիսիուսի հաղթական գոլի ժամանակ իր հարազատ դարպասը, ուղղակի նայեք ինքներդ։ Ահ կնայդ էր, որ Մուսոյի Մուսան այդ օրը խցանման մեջ էր մնացել։